Մարտի 30-ին կայանալիք Գյումրու Ավագանու արտահերթ ընտրություններին ապրելու երկիր կուսակցությունը մասնակցում է «Միասին հանուն Գյումրու» կարգախոսով։ Քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է։ Նա Ավագանու անդամության փորձ ունի եւ վստահեցնում է, որ տեղյակ է քաղաքի խնդիրներից։ Նույն խնդիրները, ինչից որ տեղյակ ենք, այն խնդիրները, որի մասին մենք բարձրաձայնում ենք, որոշները լուծում ստացել են, որոշները մնացել են թղթի վրա, նույն խնդիրները բարձրաձայնում են, ուղղակի էլի անտարբերությունը, հիասթափվածությունը տեսնում ենք մարդկանց մոտ, փորձում ենք վստահությունը ներշնչել իրենց, հորդորում ենք անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև իրականում ըստ էության իրենցից է կախված, ինչի եմ այդպես ասում, որ փոքրամասնությունը չձևավորի իշխանություն, այլ Գյումրիում իշխանությունը ձևավորվի մեծամասնության կողմից։ Նախընտրական քարոզչության շրջանում քաղաքացիներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնում են բակային հանդիպումների, տնայցերի ձևով։ Բոլոր խնդիրներն անդրադարձ են կատարել, բայց հիմնականում այն խնդիրները, որոնք գյումրեցիները բարձրաձայնում են եւ տնագների հետ կապված հարցերն են, մշտապես նույն հարցերը եւ շների հետ կապված հարցերն են, եւ փողոցների անբարեկարգ վիճակի հետ կապված արդեն նամանավանդ երկրորդային փողոցների, որը ցավոք սրտի մենք սուբվենցիոն ծրագրերով ունենք ծրագրեր ու կյանքի չկոչվեցին եւ 25-ին էլ չկոչվեցին, այդ ամեն ինչին շատ խիստ հետեւողական ուշադիր ենք լինելու, կյանքի ենք կոչելու։ Խոստանում են կառուցել ապահով Գյումրի, հանգստի, սպորտի, ժամանցի քաղաք, բարելավել հանրային տրանսպորտի աշխատանքը, իրականացնել սոցիալական ծրագրեր, սոցիալական բնականաշինություն, անվճար մանկապարտեզներ եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ պայմաններ։ Ավագանու անդամության 30 հոգանոց ցուցակ են ներկայացրել։ Թիմում ընդգրկված են մտահոգ գյումրեցիներ, Գյումրի ու տարածությամբ մտահոգ, կոմպետենտ մարդիկ են ընդգրկված եւ տարբեր մասնագիտությունների տեր։ Ինչի ենք այդպես ընտրել, որովհետեւ ցանկացած բնակավարում պետք է մենք ներկայացված մասնագետ ունենանք, որ կարողանան խնդիրներին ճիշտ լուծում տալ։ Մյուս քաղաքական ուժերի հետ գործակցության մասին կմտածեն ընտրություններից հետո, կգործակցեն այն ուժերի հետ, որոնց ծրագրերը Գյումրու զարգացմանն են միտված։ Առայժմ քաղաքապետի թեկնածուն խորհուրդ է տալիս մարտի 30-ին անպայման գնալ տեղամաս եւ կատարել ընտրություն։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։